Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Մեր այսօրվա հանդիպումը տեղի ունեցավ մայրաքաղաք Երևանում։ Օրվա հյուրը դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն է։ Ռոբերտ Մլքեյան, դիրիժոր, ծնվել է 1961 թվականին Երևանում։ Հաճախել է Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոց, ջութակի դասարան։ Ուսումը շարունակելով Սանկտ Պետերբուրգում սովորել է սիմֆոնիկ և երգչախմբային դիրիժորություն։ Մասնագիտական մեծ փորձ է ձեռք բերել աշխատելով Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երիտասարդական երգչախմբում, որի կազմում արժանացել է Հանրապետական մրցույթի Գրան պրի մրցանակի։ 1992-ից 2000 թվականներին որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր է աշխատել Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբում և Գյումրիի կամերային երգչախմբում։ 1995 թվականին Երևանում ստեղծել է հայ ֆոլք վոկալ անսամբլը, որը բացառիկ հաջողություններ է ունեցել հանրապետությունում։ 2000 թվականից Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է և գլխավոր դիրիժորը։ Հայաստանի մշակութային կյանքի և երաժշտության մեջ նշանակալի ներդրման համար 1996 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով։ 2008 թվականին Ռոբերտ Մլքեյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի կոչում, արվեստի ասպարեզում արժեքավոր գործեր ստեղծելու և ստեղծագործող սերնդի դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար։ Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, ուրեմն ինչպես եղավ, որ ես դարձա մասնագիտությամբ դիրիժոր։ Դիրիժորը հայերեն թարգմանում են, ոչ միշտ է այդքան հաջող թարգմանությունը, որովհետև դիրիժոր բառը ընդհանրապես միջազգային բառ է, որը նշանակում է խմբավար, ասում են հայերը։ Ես այդ անունը չէի փոխի խմբավարով, էլի կդարձնեի դիրիժոր, որովհետև դուք բոլորդ գիտեք, դիրիժոր են մարդն է, որ ձեռքով, միմիկաներով, բանով ցույց է տալիս երաժշտության ընթացքը, որը պետք է տեղի ունենա, կամ նվագախմբում, կամ երգչախմբում, կամ մենակատարների հետ միասին։ Դա ղեկավար մարդ է, որը բոլորին միասին համախմբում է, ղեկավարում է մեկ պրոցեսի մեջ։ Այդ մեկ պրոցեսն է, դա ստեղծագործություն է, որը որևէ կոմպոզիտորի կողմից գրված ստեղծագործություն է, և դա պետք է միանգամից ընթացքում հնչի և ունկնդիր է, ոնց որ դուք եք հիմա նստած, պետք է ունկնդրի այդ ամեն ինչը։ Դրա համար պետք է նաև այդ դիրիժոր մասնագիտությունը, որը համախմբի ամեն ինչ։ Ինքը համախմբում է բոլորին ղեկավարում է և այնպես է անում, որ բոլորը միասնական այդ պահին շնչեն և նվագեն։ Ես ասեմ, թե ձեր նման կամ նույնիսկ ձեզնից փոքր եմ եղել տարիքով դպրոց գնալուց, ինչպես եղավ, որ ես ընտրեցի այս մասնագիտությունը, դիրիժորի մասնագիտությունը, և ինչպես եղավ, որ ես շարունակեցի երաժշտության մեջ ապրել երկար տարիներ շարունակ։ Հետաքրքիր մի դեպք։ Մենք նոր փոքր երեխաներ, ձեզնից ավելի փոքր հասակում, առաջի դասարանում, երբ որ գնում ենք դպրոց, բոլորս գնացինք դպրոց, սկսեցինք դասընթացները, այբ ու բենը սովորել և այլ։ Գալիս է մի պահ, որ պետք է դասարանի երեխեքը ինչ-որ բանով ցույց տան իրանց ունեցած հաջողությունները։
Մեկը բանաստեղծություն է ասում, մեկը երգում է, մեկը չգիտեմ, այսպես մի բան է անում, մեկը իր տաղանդները, այսպես ասած, ցույց է տալիս, այնպես է ստացվել, որ ես շատ փոքր հասակում անկախ ինձանից երաժշտության հետ կապված, երգել բառով հետ կապված շատ լավ ունակություններ եմ ունեցել։ Եղել եմ փոքրիկ բալիկ, ընդամենը 6-7 տարեկան, բայց արդեն կարողացել եմ երգել։ Եվ ասենք դասատուներից մեկը, որը այդ պահին մեր դասղեկն է, այսպես ասած, ամեն մեկին մի դեր է ասում, ասենք թե Վարուժան դուք կարտասանես, չգիտեմ դու հեքիաթ կպատմես, ամեն մեկին մի բան ասում է։ Ինձ էլ ասում է դու ինչ կանես, ինչ որ բան ուզում ես անես։ Ես այդքան չեմ մտածել ինչ անեմ, ասեմ କି երգեմ։ Ասել օրինակ ինչ երգես ու ես երգել եմ։ Եվ հետաքրքիր է, որ առաջի դասարանում ես արդեն երգեցի Էրեբունի Երևան Էդգար Հովհաննիսյանի գրված ստեղծագործությունը։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, շատ հետաքրքիր հնչեղ ձայնով եմ փորձում երգել եւ ինքը անհանգստանում է, ասում է, ինչ հետաքրքիր բան ստացվեց։ Մենք այտենց լուրջ երգեցողությամբ զբաղվող մարդ չէինք գտել դասարանում, բայց ոնց որ թե գտնվեց։ Եղավ այդպես առաջի դասարանից սկսած, երբ որ ես երգեցի այդ երգը, բոլոր ծնողները կային, ստացվեց, որ իմ երգեցողությունը բավական մեծ խանդավառություն բերեց իր հետ։ Սիրեցին ծնողները, սիրեցին դասատուները, դասավանդող սիրեցին եւ դարձավ ավանդույթ ամեն տարի, երբ որ մի բան արվում էր, Մլքյան Ռոբերտ բառը որ ասում էին, այլևս ուրիշ բան չէին ասում, Մլքյան Ռոբերտը իհարկե երգի ասում էին, բայց ինչու պետք է կարող ես ուզում եի բանաստեղծություն ասել, չէ, իրանք ասում են պետք է երգես։ Դպրոցի տարիներին, բազում տարիներ, մենք 10 տարի բոլորս միասին ապրել ենք, այդտեղ ես սկսեցի ոչ միայն երգել, նաև հասկացա, որ ծնողներս ընկալել են, որ ես միայն երգելով չէ, որ պետք է շարունակեմ, եւ ինձ իմ հայրը տվեց 7 տարեկան էի դեռ, տվեց ջութակի, որ ես ջութակահար դառնամ։ Եվ բավական լուրջ հաջողություններ ձեռք բերեցի, որովհետև ջութակը ընդամենը 7 տարի են նվագում, հետո շարունակում են արդեն ուրիշ հաստատություններ, ոնց որ դուք եք հետո շարունակելուց։ Այսինքն դպրոցի ավարտելուց հետո ես գնացի երաժշտության ճանապարհով։ Գնացի շարունակեցի երաժշտական ուսումնարան որպես ջութակահար, հետո գնացի կոնսերվատորիա, հետո կոնսերվատորիայում ընդունվեցի դիրիժորության։ Այսինքն ես սկսեցի սովորել նաև դիրիժորություն, սկզբից խմբավարություն, այսպես ասած երգչախմբի, հետո դրա հետ միասին սկզբից ֆակուլտատիվ, հետո ընդունվեցի նաև սիմֆոնիկ դիրիժորության եւ օպերային դիրիժորության ամբիոնները նույնպես ավարտեցի։ Այդ ամեն ինչ որ ասում եմ, վերաբերվում է Պետերբուրգին, որովհետև ես այստեղ դպրոցը երբ որ ավարտեցի դպրոցը, մեր ձեր նման դպրոցը ավարտեցի, մի անգամից թռա Պետերբուրգ եւ ընդունվեցի երաժշտական ուսումնարան եւ կոնսերվատորիա։ Այնտեղ մասնագիտությունս, քանի որ ջութակահար եմ եղել, ջութակի հետ միասին նաև դաշնամուր նվագեցի, սերտեցի լավ։ Այսինքն քննությունը հանձնելու համար քիչ էր միայն ջութակահար լինելը կամ միայն երգիչ լինելը, պետք է լիներ նաև երգիչ ու ջութակահարի հետ միասին նաև դաշնամուր պետք է կարողանար նվագել։ Ես դա եմ նվագել եւ ընդունվել եմ արդեն դիրիժորության ամբիոն։ Իսկ դիրիժորության ամբիոնը երաժշտության մեջ ամենաբարդ մասնագիտական ամբիոնն է, երեխի ջան։ Ամենաբարդ ինչու, որովհետեւ ինքը բոլոր այն մյուս գործիքները, օրկեստրը համախմբում է բոլորին, ջութակներ, ֆագոտներ, հոբոյներ, կլարնետներ, տեսել եք, չէ՞ որ օրկեստրն անցած է, ինչքան շատ գործիքներ կան, 60 գործիքից ավել գործիք, ամեն մեկը պահանջում է յուրովի կրթություն եւ պահանջում է հմտություն, որովհետեւ իրանք կարողանան այնպես նվագեն ու լավ նվագեն, որ կարողանան ընդհանուր մեկ օրկեստրի մեջ նստել եւ նվագել մեկ ստեղծագործություն, որը բաղկացած է տարբեր գործիքների համակցությունից, միացությունից։ Այս ամբողջը համակցել, միացնել անում է մեկ մարդ։ Այդ մեկ մարդը դիրիժորն է։
Այսինքն դիրիժորը պետք է արդեն իմանա մի քիչ ֆագոտ, մի քիչ հոբոյ, մի քիչ ֆլեյտա, մի քիչ տրոմբոն, ջութակ, ամեն ինչ պետք է իմանա մի քիչ գոնե, բայց մի քիչ որ ասում եմ, դա չի նշանակում շատ քիչ։ Լուրջ պետք է ուսումնասիրի այդ գործիքները, իրանց տիսիտուրաներով, իրանց նվագի տեխնիկայով, ձևով, եւ նույնը տեղի ունենում երգչախմբում։ Ես պետք է շատ լավ հասկանամ ինչ է նշանակում սոպրանո, ինչ է նշանակում ալտ, ինչ է տենոր, ինչ է բաս։ Հսկայական աշխատանք է, ճիշտ որ ասեմ, որովհետեւ պատկերացնում եք, այդ մարտիկ նոտաները դեմը նստած, ամեն մեկը իր պարտիան ունի։ Բոլորը երաժշտություն են լուծում, բայց մեկի տեմբրը ուրիշ է։ Ֆագոտը տեսել եք այն մեծ զենքի նման կա, ֆագոտ զենք է կա։ Այսպես նվագում է երկար sense բանը մի հատ sense մուշտուկ ունի։ Դա նվագում է յուրահատուկ տեմբրով։ Մի հատ ուրիշը գաբոյա, որը էլիտրոստ ունի, կլարնետի նման է, ավելի բարակ։ Դա էլ ուրիշ ձև։ Դրանք բոլորը նոտայով են նվագում։ Բոլորի համար կա նոտագրություն, որ այդ նոտագրությամբ նվագեն։ Սրանք, որ իր հետ միասին նվագում են, բոլորը նվագում են մեկ ստեղծագործության համար։ Կոմպոզիտորի գրված մեկ ստեղծագործության համար, որ ասենք թե Արամ Խաչատրյանի բալ մասկարած ստեղծագործության համար։ Ինքը դա գրել է, այդտեղ օգտագործել է բոլոր այդ գործիքները եւ Արամ Խաչատրյան լավ ասացի օրինակը, որովհետեւ այդ գործերը, որոնք որ Արամ Խաչատրյանի դուք լսում եք միշտ, այդ օրկեստրը որ լսում եք, այնտեղ այդ իմ ասած բոլոր գործիքները մասնակցում են։ Ուղղակի այնպես են մասնակցում, ոնց որ կոմպոզիտորն է մտահղացում արել։ Ինքը որոշում է մի հատ տոնայնություն, որ բոլորի համար լինի բարեհնչյունության այս տարբերակը եւ բոլորը գրված է նոտայով, թե ով ինչ պետք է նվագի, այդ նոտաները բաժանում են երաժիշտների մեջ, ֆագոտիստին իր նոտան, հոբոյիստին իր նոտան, կլարնետիստին իր նոտան, բոլոր այդ նոտաները նվագում են, սովորում են։ Դիրիժորի մասնագիտության ամենակարևոր բանն է, որ ինքը պետք է սովորացնի բոլորին միասին նվագել եւ ստեղծել միասնական անսամբլ։ Այդ բոլոր գործիքները պետք է միասին կարողանան այնպես նվագեն, որ ռիթմիկ պատկերը միասին լինի, որ մեղեդիական գիծը միասին լինի։ Այս ամեն ինչի ապահովողը դիրիժորն է, այն մասնագիտությունը, որը ես սովորել եմ։ Այսինքն ես ի վերջո սկսած առաջի դասարանից դատապարտված եմ եղել սովորել մի մասնագիտություն տիրապետել, որ ամենաբարդն է երաժշտության մեջ։ Կասեի սենց, ամենաբարդը կատարողական արվեստում, այո, դիրիժորությունն է, բայց կա նաև ուրիշ բարդ առարկաներ երաժշտության մեջ, որոնք նույնպես պակաս բարդություն չունեն, դա կոմպոզիցիա կոչվողն է։ Մարդը, որը որ կոմպոզիտոր է, ինքը պետք է նույնպես այդ բոլոր գործիքները ճանաչի, որպեսզի կարողանա ամեն գործիքի համար ճիշտ երաժշտությունը գրել, որ միասին հնչեղության դեպքում, հնչելու դեպքում մի հատ սիրուն երաժշտություն հնչի։ Իմ ասածը նա է, որ երբ որ միասին նվագվում է եւ համահունչ է ստացվում այս ամեն ինչը, ստացվում է լսելի, հաճելի, ստացվում է, որ այս դեպքում դիրիժորի մասնագիտությունը իսկապես պահանջված մասնագիտություն է, որովհետև ինքը իր ձեռքերով, իր մտքով, իր ուղեղով, իր իմացություններով կարողանում է համոզել բոլոր երաժիշտներին միանման գեղեցիկ նվագել այս ստեղծագործությունը։ Վերջում ստանում ենք մի հատ կտավ, որը կարող է լինի գրված Չայկովսկի կողմից, որը կարող է լինի Բրամսի կողմից, Խաչատրյանին չմոռանանք։ Ի վերջո գանք նաև նայեմ, որ բացի օրկեստրային երաժշտությունը խոսելու էինք խմբավարության մասին եւ երգչախմբի մասին, այս դեպքում առաջնահերթ պետք է ասեմ, ես այդ ամեն ինչի վերջնական արդյունքը երգչախմբի մեջ կլներ տարբեր համաշխարհայինների կոմպոզիտորներ, կլներ դա Բախը, կլներ Մոցարտը եւ կլներ մեր հանճարեղ Կոմիտասը։ Սրա մասին չէի կարող ասել։ Բացատրեմ։ Մի բան մացեք ավել, քան գիտեիք ընդհանրապես։ Կոմիտասը ոչ միայն կոմպոզիտոր է, ոչ միայն երաժշտական ստեղծագործությունների մշակ է, եւ ոչ միայն հայ երաժշտությունը մակրազարդող տարբեր էլեմենտներից, տարբեր ազդեցություններից զտող անձնավորություն է, ինքը առաջնահերթ հայ կոմպոզիտորական դպրոցի ստեղծողն է։
Տեսեք, ասում են ամեն մեկ ունեն իրենց գերմանացիք իրանց կոմպոզիտորական դպրոցն են, ֆրանսիացիք իրանց, ամեն մեկ իրանց հայերը իրանց, բայց հայերի մեջ կա մեկը, որ այդ ամեն ինչի պրոֆեսիոնալ դպրոցը ստեղծողն է, դա Կոմիտասն է։ Ինքը ստեղծել է հայ պրոֆեսիոնալ արվեստը, կոմպոզիտորական, որը ոչ մի դպրոցի որպես այդպես նման չի, ինքը յուրահատուկ է, ինքը շատ հայկական է, բայց ինքը դասական է և ինքը ակադեմիական է, այսինքն Կոմիտասը ստեղծել է մի բան, որը որ ուրիշ ոչ մի ազգ համարյա չի արել, որը ոչինչով չի զիջում այլ նույնիսկ առավել է ինչ-որ տեղ, համաշխարհային այլ կոմպոզիտորական դպրոցների հետ համեմատած, բացարձակորեն չի զիջում։ Եթե կյանքը այնպես դասավորվեր, որ դուք չկարողանայիք դառնալ դիրիժոր, որ մասնագիտությունը կընտրեք։ Շատ մեծ հաճույքով կասեմ, որովհետև բացարձակ սիրել եմ կենդանական աշխարհը։ Գիտեք ինչ ձև եմ սիրել, հենց հիմա նույնիսկ կարող է պատահի, դե հիմա այնքան եմ մեծացել, որ ուրիշ բան այդքան լավ չեմ կարողանամ բացի երաժշտությունը, բայց երազանքս եղել է գնալ կենդանիների մեջ ապրել, ուսումնասիրել, թե որ կենդանին ոնց է ապրում, աշխարհում ամենաշատ սիրել եմ այդ աշխարհը, կենդանիների աշխարհը, եւ ուզեցել եմ լինել մարդ, որը զբաղվում է այդ կենդանիների ուսումնասիրությամբ, իրենց կյանքով, իրենց ամբողջ էությունը ուսումնասիրելով, այսինքն շատ եմ սիրել այդ մասնագիտությունը։ Ձեր համար ինչ դեր է կատարում երաժշտությունը։ Իմ կյանքում այլևս դեր չի կատարում ինքը իմ կյանքն է։ Ես ուրիշ ձև չեմ պատկերացնում իմ կյանքը։ Ես որ արթնանում եմ, այսինքն մարդը թմբիրից արթնանում է, քնած վիճակից արթնանում է, առաջինը ինչ որ բան է անում, չէ՞, մեկը, չգիտեմ, ֆիզկուլտուրա է անում, մեկը հաց է ուտում, իմ առաջինը ուղեղը սկսում է երաժշտությամբ։ Ինքը նվագում է, ուղեղից մեջ սկսում է նվագ։ Կամ երգեցողություն, կամ նվագ, այսինքն իմ կյանքը այլևս հնարավոր չի առանց դրա, որովհետև ես արթնանալուց հետո իմ ուղեղի առաջին աշխատանքը դա երաժշտությունն է։ Ուրիշ գործիքներ փորձել եք նվագել։ Շատ անգամ։ Ինչ որ բաներ ստացվել է, ասեմ ինչն է ստացվել։ Ուրեմն շվին, որը հեշտ է, տեխնիկապես դժվար չի։ Շվի նվագում եմ, հեշտ է, այնտեղ հատուկ տեխնիկաներ գոյություն չունեն։ Օրինակ ես փորձել եմ սաքսոֆոն նվագել, շատ բարդ է, որովհետև այդ փչելու process-ը մի քիչ դժվար է, բայց մատերի process-ը կարողանում եմ անել, քանի որ գիտեմ, բայց փչելը շատ դժվար է։ Փորձել եմ դուդուկ նվագել հայկական, էլի ստացվում է, ոչինչ։ Փորձել եմ գիտար նվագել, շատ քիչ, լավ չի ստացվում, որովհետև ավելի շատ բաներ եմ, դաշնամուր եմ նվագել ու լավ եմ արդեն վերջում նվագել, դրա հետ միասին էլ ինչ եմ նվագել, ակորդեոն եմ փորձել նվագել, այն գործիքները, որոնք որ հնարավորինս կարելի էր փորձարկել եմ, ասեմ լավ, միայն ստացվել է ջութակը, ամենալավը, ստացվել է շվին և ստեղնաշարային գործիքները, այսինքն ակորդեոնը և դաշնամուրը ոչինչ։ Երբևէ եղել է պահ, որ դուք ուզեցել եք հրաժարվել, ամբողջովին հրաժարվել երաժշտությունից։ Սարսափելի վիճակներ ունեցել եմ, ասեմ, երբ որ շատ բարդ քննություններ էի ունենում, նվագելիքը շատ դժվար էր, բարդ էր, գիտեք, մեկ ունեք, չէ, մենք նույնիսկ ձեր տարիքում ասում ենք, դե հոգնեցի ես ամեն ինչից, չեմ ուզում, ասում եմ չեմ ուզում այդ, բայց միայն ասում եմ այդ պահին, անմիջապես 10 րոպե հետո նորից նստում եմ գործիքի մոտ ու սկսում եմ տանջվել, որովհետև չես կարող, գիտեք, մի հատ բան կա, շատ կարևոր բան եմ ասելու։ Մենք հայ ազգը, ամբողջ հայ ազգը այսօր իմ համար, իմ պատկերացումների մեջ շատ մեծ պակաս ունի մի բանի, իրար սիրելու պակաս ունի։ Մենք հանճարեղ մարդիկ ունենք մեր ազգում, ծնված, ապրած, գործած, արարած, այնպիսի մարդիկ, որ ուղղակի հպարտանալ կարելի է միշտ, բայց
այ որպեսի massայաբար մեկը մեկին կարողանան իսկապես մինչև վերջ նվիրվեն, սիրել իրար, մի քիչ մեր մոտ դժվար է ստացվում։ Դա նաև նրանից է, որ մի հատ լավ արտահայտություն կա, ասում են Աստված սեր է։ Գիտեք ինչի է ասված։ Աստված սեր է, հենց այնպես չի ասված։ Այսինքն եթե կա այդ սերը, ուրեմն դու Աստծո հետ ես։ Եթե դու ունես այդ փոխհարաբերությունը սիրելու ցանկությունը, ուրեմն դու չես կարող դա չանել։ Ես երաժշտությունը սիրել եմ անկախ ինձանից։ Եվ ուզեի թե չուզեի, պետք է անպայման դա լիներ, տեղի ունենար իմ կյանքում, որ այսօր ես դառնայի այնպիսի մարդ, որի ամեն մասնիկը, որ հիմա նվագում ես, նոտա է նվագում, հասկանում ես։ Իմ ամբողջ էությունը դա է։ Եվ ես ձեզ եմ բոլորին խորհուրդ տալի, իրար շատ սիրեք, եւ Աստծուն սիրել, եւ Աստվածը ձեզ կսիրի, եւ ձեր պրոֆեսիոնալ նույն ձևի սիրեք։ Մենք կունենանք այդ դեպքում անգնահատելի իսկապես մի ազգ, որը երկրագնդի վրա երկրորդը չես տեսնի։ Շնորհակալություն Ալժան։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը մանկությունից։ Գիտեք ինչ, իմ համար մանուկ հասակում ամենասիրված տոնը Նոր տարին էր, որովհետև մեր տան մեջ ավանդույթ կար, որ Նոր տարին պետք է անպայման միասին անցկացնենք ու մի ինչ-որ հետաքրքիր հեքիաթային իրադրության կողքը։ Մայրս, քանի որ լավ նկարիչ է, խալեգործ է, ինքը կարողանում էր ծմեր ստանալ, սանկաներ սարքում, բաներ անում, մենք երեխեքս հիանում էինք այդ ամեն ինչից։ Դա ամենաջերմն էր։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը դպրոցական կյանքից։ Զարմանալի է, բայց ավարտելուց հետո 10 տարի հետո իրար հանդիպեցինք եւ ամենաջերմը ստացվեց այդ 10 տարի հետո դպրոցից։ Որն է եղել դպրոցական ամենասիրելի առարկան։ Անկախ ինձանից երաժշտությունը։ Ով է ամենամեծ դերն ունեցել ձեր մասնագիտության ընտրության հարցում։ Հայրս առաջնային դեր էր ինքներել եւ Հերբերտ ֆոն Կարայանը դիրիժորական աշխարհում։ Եթե հնարավորություն ունենայիք ընտրելու մեկ օր ձեր անցյալից կամ ապագայից, որ օրը կընտրեիք։ Գիտեմ, որ ապագան գալու է հետն է բերելու է իր օրերը։ Անցյալից ավելի հետաքրքիր է գնայի ու մի երջանիկ օր տեսնեի։ Չգիտեմ որ օրն է, բայց այնպիսի մի օր, որ երջանիկ կլինեի։ Եթե հնարավորություն ունենայիք ճամփորդելու ժամանակի եւ տարածության մեջ, որ ժամանակը կընտրեիք եւ ուր կգնայիք։ Շատ եմ սիրում այդ ճանապարհորդություն հասկացողությունը։ Կուզենայի ամբողջ աշխարհը տեսնել, ճանաչել, բայց ամենաշատ կուզեի իմ հին Հայաստանը հնից մինչև այսօր տեսնեի։ Մանկության ինչ երազանք եք իրականացրել մեծ տարիքում։ Ինձ թվում է երաժիշտ լինելս։ Եթե հանդիպեիք ինքներդ ձեզ մանուկ հասակում, ինչ խորհուրդ կտայիք ապագայի համար։ Ազնիվ ապրել մինչև կյանքի վերջ։